Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ կանդրադառնանք սահմանադրական փոփոխություններին, կարծես թե Հայաստանի թիվ 1 քաղաքական օրակարգային թեման է դառնում սահմանադրական փոփոխությունները, հայտնի է, որ հուլիսի 15-ին արդեն հրապարակելու են նախագիծը սահմանադրական փոփոխությունների, սակայն արդեն այսօր հենց մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչները, մասնավորապես Ղազնյանը հայտարարել էր, որ այս նախագծով առաջարկվում է Հայաստանում վերացնել կիսանախագահական համակարգ եւ անցնել խորհրդարանական տիպի կառավարման համակարգի։ Բարև Թաթուլ, փորձենք հասկանալ, թե ուր են գնում կամ չեն գնում։ Այնպիսի տպավորություն է, որ սահմանադրության քննադատները, սահմանադրական փոփոխությունների քննադատները խոսում են այն մասին, որ խորհրդարանական կառավարման ձևը շատ վատն է եւ դեմ ենք խորհրդարանական կառավարման տիպին։ Փորձենք հասկանալ այդ դեմ արտահայտվողները հիմնականում ինչին են դեմ, խորհրդարանական կառավարման համակարգին, թե այլ խնդիրներ կա, մասնավորապես նույն, ասենք, Սերժ Սարգսյանը։ Գիտեք, ես կարծում եմ, որ եթե մենք իրոք անկեղծ քննարկում ենք ուզում ծավալել, ապա անգամ պետք է խուսափենք օգտագործել սահմանադրական բարեփոխումներ ձևից եւ ասել, որ կամ փոփոխություններ ձևից եւ ասել, որ փորձ է արվում երկարաձգել, հավերժացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Երբ որ մենք իրերը կանվանենք իրենց անուններով, շատ ավելի հասկանալի կլինի։ Հիմա ակնհայտ է, որ հիմա սահմանադրությունը կամ բարեփոխվածը կունենա 7 գլուխ, թե 700 գլուխ կամ ընդհանրապես սահմանադրություն չեն կունենա, այս ամեն ինչը արվում է մեկ հիմնական նպատակով, որպեսզի Սերժ Սարգսյանը նախագահական այս երկու ժամկետները լրանալուց հետո Եվս 5 տարի, 10 տարի այնտեղ էլ սահմանափակում չկա, չէ՞, կուսակցական այս ընտրությունների խորհրդարանական կառավարման ձևը դրանով է առանձնանում։ Ինչքան ուզենա մնա նախ ղեկավարի պաշտոնում, երկրի ղեկավարի պաշտոնում։ Եվ մենք պետք է սա ընդունենք որպես ելակետ, որպեսզի մարդկանց շատ հասկանալի լինի, թե ինչ գործընթաց է տեղի ունենում։ Թե չէ, երբ որ մենք օգտագործում ենք շատ, այսպես ասեմ, պատշաճ բառապաշար, սահմանադրական բարեփոխումներ, հանուն Հայաստանի ապագայի, մեջբերումներ են անում եվրոպական ժողովրդավարության օրինակներից, որ տեսեք այնտեղ էլ է այսպես եւ այլն, դա տանում է, մենք խաղում ենք մի դաշտում, ես նկատի ունեմ կուսակցություններին, խաղում են մի դաշտում, որը լրիվ տեղավորվում է լիովին իշխանությունների գծած այդ շրջանակների մեջ։ Այսինքն բովանդակային կառուցողական քննարկման մեջ ես մտնում մի կողմի հետ, ով ի սկզբանե արդեն որոշել է, որ դա այդ ամեն ինչը չպետք է ունենա բովանդակություն, կա ցանկություն իշխանություն պահելու եւ վերջ։ Սա է հիմնականում եւ այս ելակետից մենք պետք է շարունակենք քննարկումները, բայց մյուս կողմից ես մեկ առիթով այս թեմայով մենք շատ ենք խոսում դերնիկ եւ կարծում եմ, որ արդարացված է, որ անընդհատ այս թեման մենք պահենք օրակարգի վրա, հիշում ենք 95 թվականի սահմանադրությունը, երբ որ ընդունվեց, դա ասում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կարած հակով սահմանադրություն է եւ ասում էին, որ սրանով ինքը միահեծան իշխում է երկրում, բայց պարզվեց, որ ինքը ընդամենը երկրորդ ընտրությունից հետո, ավելի երկրորդ չընտրությունից հետո, որտեղ 96 թվականին իմ խորին համոզմամբ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընտրվել նախագահի պաշտոնում, ինչպես չեն ընտրվել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինքը հրաժարական տվեց։ 2005-ին, երբ որ փոխում էր, բարեփոխումներ էր իրականացնում Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակվա նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, այն ժամանակ ասում էին, դե ուզում է որպեսի վարչապետ մնա, վարչապետ աշխատի արդեն Սերժ Սարգսյանի մոտ, որովհետև արդեն գծագրվել եք, չէ՞, կարծեք թե գիտեինք ով է զբաղեցնելու նախագահի պաշտոնը։ Հիմա ես միշտ իմ մոտ բան կա, որ գուցե սա էլ չէ, էլի, այս անգամ էլ գուցե մենք կսխալվենք, դիտորդները կսխալվեն, բայց երևում է սխալվելու բան չկա։ Այստեղ խնդիրը գիտեք որն է, Թաթուլ, որ ասենք ոչ թե սահմանադրությունը ապահովեց, որ ասենք նույն Լևոն Տեր-Պետրոսյանը գնա կամ Ռոբերտ Քոչարյանը չմնա վարչապետ, այլ քաղաքական իրավիճակը այնպես թելադրեց, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, այնուհետև Ռոբերտ Քոչարյանը չմնաց վարչապետ, միգուցե ցանկություններ, բայց չմնան։ Հիմա ինչպիսի քաղաքական իրավիճակ կարող ենք մենք ունենալ 2017 թվականին փոփոխված սահմանադրությամբ, եթե փոփոխվի, Շատ ենք խոսում էլի
եթերից դուրս էլ, որ Հայաստանում չկա քաղաքական դաշտ այլևս։ Քաղաքականությունը դարձել է թիվ 1 թշնամին։ Նայեք, մենք էլի պետք է մեր անցյալի փորձից մենք օրինակները բերենք։ Օրինակ 1995 թվականի սահմանադրությունը շատերը պնդում են, որ դա ընդունվել է կեղծիքներով, որը անց էր կացվում խորհրդարանական առաջին գումարման ընտրությունների հետ։ 2005 թվականի ընտրությունները հանրաքվեն նկատի ունեմ, Քոչարյանի ժամանակ մենք բոլորս գիտենք եւ դա գրեթե կասկած չի արություն, որ դա ուրվականների հանրաքվե էր։ Հիմա մենք չունենք էլ ինչ որ օրինակներ, որ ցույց կտար, որ գիտեք ինչ, հա, նաև կարող է այս սահմանադրական այս բարեփոխումները, այսինքն հանրաքվեն տապալվի։ Եթե հանրաքվեն տապալվի, այսինքն ժողովուրդը ոչ ասի, սա կարող է նշանակել մի ցայտնոտային իրավիճակ իշխանությունների համար, որտեղ այդ պայմաններում իշխանությունները պետք է շատ արագ ձևով պետք է ընտրեն, գտնեն Սերժ Սարգսյանի, նու ես անունն եմ ասում Սերժ Սարգսյան, այսինքն մեկին, որ պետք է իշխանությունը փոխանցի Սերժ Սարգսյանը մեկին, այդ մեկն էլ կապահովի նրա քաղաքական եւ ունեցվածքը ամեն ինչ ապահով ձեռքերում կլինի։ Իսկ եթե լինելու է այնինչ շատերս մեր մեջ մտածում ենք, ասելով, որ դե սրանց դեմ խաղ չկա, համակարգի դեմ խաղ չկա, ապա այս ժամանակ գուցե պետք է մենք արդեն մտածենք, իսկ հնարավոր է թե ինչ ենք անում արդեն փոփոխությունից հետո։ Հնարավոր է արդյոք այս իրավիճակում փորձել ինչ-որ բան փոխել։ Եվ եթե փոխի իրոք, եթե անցնի բարեփոխումներին այո ասվի, պաշտոնապես ես նկատի ունեմ, ապա այլ բան չի մնա քաղաքական կուսակցություններին, քան ինչ անել, մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, որտեղ նախագահական ընտրություններ չեն լինելու, հասկանում եք։ Թաթուլ ինչն է հետաքրքիր, որ մենք ընտրությունների մասին խոսելուց ընտրություն հանրաքվե խոսում ենք այն բանով, թե այսինքն նախատեսումներ անում ենք, թե ով կհաղթի կամ ոչը կհաղթի, թե այոն կհաղթի, ինչ հարաբերակցությամբ, ինչ ընկալում ունեն, այլ խոսում ենք այն մասին, թե ինչպես են կեղծելու ընտրությունները կամ հանրաքվեն, կամ ինչպես են կեղծել, այսինքն կեղծիքի մեխանիզմներն ենք փորձում հասկանալ եւ այդմ չափել հնարավորությունը անցնելու կամ չանցնելու։ Իդեպ ես հանրաքվեի մասին օրենքը նայեցի, այնտեղ միգուցե սխալվեմ իրավաբանները հետո կարող են, բայց հիմա կարծում եմ չէ, լավ եմ հիշում օրենքը, որ պետք է մասնակցի հանրաքվեին գրանցված ընտրողների 1/3-ը, իսկ մեր մոտ գրանցված է 2,5 միլիոն ընտրող, իմ կարծիքով այդքան մարդ չկա Հայաստանում, որ այդքան ընտրող ունենք, բայց ամեն դեպքում պաշտոնականն է։ Եվ այդ 1/3-ից պետք է կոմարտահայտվի 50+1-ը։ Այսինքն պետք է մոտ 800,000 մասնակցություն է անհրաժեշտ, 800,000, 400,000։ Դա այն շեմն է, եթե դա այդպես է, դա այն շեմն է, որ ազատ կարելի է հաղթահարել առանց որևէ դժվարությունների, բայց ես կարծում եմ, որ իշխանությունները դրանով չեն բավարարվելու, նրանք փորձելու են ամեն կերպ տպավորիչ հանրաքվե անցկացնել, այսպես ասեմ, շատ կազմակերպված ձևով հանրաքվե անցկացնել, որպեսզի նաև շատ խոսակցություններ չլինեն։ Բայց այստեղ ընդդիմադիր կուսակցությունները շատ անելիքներ ունեն, եւ եթե նրանք իրավամբ կարողանան հանրությանը հասցնել հիմնական գլխավոր ուղերձը, որ դուք գնում եք հանրաքվեի եւ դուք կամ կողմ եք քվեարկում Սերժ Սարգսյանի երրորդ նախագահական պաշտոնին կամ դեմ եք քվեարկում, այդ դեպքում հնարավոր է ինչ-որ բան աշխատի։ Բայց եթե ընդդիմադիր, կիսաընդդիմադիր կամ մյուս բոլոր կուսակցությունները փորձեն ժողովրդին բացատրել այս փոփոխությունները, ինչ լավ ապագա է խոստանում, զուգահեռներ անցկացնել եվրոպական, ամերիկյան ժողովրդավարության հետ, դա այն է, ինչ որ ուզում են իշխանությունները, դա այն է, ինչ որ ուզում է իշխանական լրատվադաշտը, որը, գիտեք, վերահսկվում է հայտնի Փեսայի կողմից, այնպես որ պետք է շատ ճշգրիտ հարցերը դնել։ Սա Սերժ Սարգսյանի նախագահության երրորդ ընտրությունն է։ Դուք գնում եք կամ կողմ եք քվեարկում կամ դեմ եք քվեարկում։ Այո, հարցադրումը հենց այդպես պետք է դնել, որովհետև իրականում այդպես է, եւ արդեն եթե մարդիկ կան, կարող են լինել, չէ, Հայաստանում մարդիկ, ովքեր կուզենային երրորդ ժամկետում տեսնել Սերժ Սարգսյանին, ապա նրանք պետք է գնան կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխություններին։ Իսկ եթե չեն ուզում, այդ դեպքում արդեն գիտեն ինչ պետք է անել։
Շնորհակալություն Թաթուլ, մենք կհետևենք զարգացումներին, կարծում եմ շատ առիթներ կլինի, որովհետև այնտեղ թեմաներ կան քննարկելու թեկուզ եւ ընտրական համակարգերը, երևի նախագիծը հրապարակեն, տեսնենք ինչ են ներկայացնում, կքննարկենք նաեւ ընտրական համակարգը, այսքանը կհանդիպենք։